Կա արդյոք այսօր Հայաստանի Հանրապետությունում վատ կառավարում։ Իհարկե կա։ Ինչ կապ ունի դրա հետ, այսպես ասած, նոր երիտասարդ թիմը։ Այսօր կառավարման ճգնաժամ չկա, քանի որ Հայաստանում առհասարակ չկա կառավարում։ Երկիրը փլուզվում է մեր բնակչության, մտավորականության, վերնախավի, նիստուկացի պատճառով։ Տարերով կուտակված այս ախտերը պարբերաբար պայթում են մեր գլխին, ինչպես 1920-ի Ալեքսանդրապոլի, հիմա էլ 2020-ի նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ դաշնագրով եւ ստորագրվելիք այսպես կոչված խաղաղության համաձայնագրով։ Եթե հարցը հասնի ընդհուպ Երևանին եւ թշնամին տարբեր ուղղություններով մտնի մայրաքաղաք, մինչեւ չհասնի Կասկադի սրճարաններ, ինչ է, մարդիկ այնտեղ հանգիստ սրճելու են, սրանց չսատարելով, բայց եւ անտարբեր մնալով, 1915-ին շատ հայեր ասում էին մեզ զենք մի տվեք, որ դա տեսնելով թուրքը մեզ չկոտորի, իսկ երբ մի գյուղի բնակիչներին մորթում էին, հարևան գյուղը հաճախ չէր արձագանքում։ Մեր այս բացասական որակները խմորվել են դարեր շարունակ։ Տարիներ առաջ ձևավորվեց հումանիտար գիտության, հայոց պատմության կորը կառավարման տեսության տեսանկյունից։ Վերջին 150 տարում այդ կորի բացասական տիրույթում ենք։ Մեր վերացումը սկսվեց դեռևս Համիդյան ջարդերից։ Մեր երկրում կա ընդգծված խավ, որին պետք է մեր պետությունը։ Եթե չկա այդպիսին, ուրեմն երկիրն էլ չի լինի, քանի որ շահառու ենք։ Ձևական, կեղծավոր, ճառասած, սոցցանցերում հայրենասիրական կոչեր անող մարդիկ շատ են, բայց գետնի վրա էլիտայի, մտավորականության, ազգային, պետական, արժեքային իմաստով ընդունելի անուններ քիչ կան։ Այս խավը դնենք մի կողմ, բնակչության մեջ էլ Երևանի որևէ թաղամասում քիչ կան վստահելի համայնքներ, այդպիսիք քիչ են նաև մարզերում։ Սյունիքը վտանգված է, բայց այնտեղ թիմ ընտրություններով 2 տարի առաջ ընտրում էին սրանց, երբ թվում է այն պատմականորեն պինդ գոտի էր։ Սա մեր այսօրվա վիճակի հավաքական արդյունքն է։ 2018-ի ապրիլին փողոցներում արվող խորովածն Արցախի զոհաբերության մատաղն էր։ Ապրիլի 23-ին արդեն վերադարձի եւ փոխանակման հնարավորություն չունեինք։ Այդ օրը մենք կամավոր ստորագրեցինք մեր դատավճիռը, դա մենք էինք, ոչ թե թուրքը, ռուսը, ֆրանսիացին կամ ամերիկացին։ Մարդու թույլ տեսակը մեղադրանքի սլակն իրենից դուրս է ուղում։ Մենք պետք է լինենք աշխարհի չակերտյալ ամենաերջանիկ ժողովուրդը, քանի որ մեր կորուստները, բնակչությունն ու իշխանությունը գոնե մինչև վերջերս ներդաշնակ էին։ Մարդկանց դեմքերը փողոցներում որքան հանդարտ են։ Ասում ենք, ինչպես էին դերձորում հազարավոր հայերի ընդամենը 2-3 հրացանավոր ասկյար ուղեկցում։ Մեզ օրը ցերեկով կոտորում են եւ բոլորը դեմքի հիմար արտահայտությամբ զարմացած նայում են։ Ընդդիմության ենթադրյալ առաջնորդները, որոնք պիտի դիմադրություն ձևավորեն, ոչ թե կեղծավոր, այլ իրապես հայրենասեր, արժանի եւ ունակ մարդիկ պիտի լինեն, բայց նրանք ծանր հոգեվիճակում են։ Հիշենք Նժդեհի ամփոփիչ բնութագիրը մեր ժողովրդին՝ ապերախտ ժողովուրդ։ Անդրանիկի, Ղազարոս Աղայանի նամակները, Հովանես Թումանյանի դառնացած ժողովուրդ հոդվածը։ Կարելի է հասնել ընդհուպ 5-րդ դար Մովսես Խորենացու ողբին, տպավորությունը, որ այն գրված է 2018 թվականի ապրիլին սկսված իրականության մասին։ 1.5 հազարամյակ շարունակ ոչինչ չի փոխվել, դա անգամ ավելի վաղ է սկսվել։ Դեռևս մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ այդ ախտորոշումը կար։ Նա Հայաստան չմտավ, բայց նրանից հետո հայերը հելլենիզմ ընդունեցին, չլինելով գրավված։ Եթե անգամ կան այդ փոքրաթիվ ունակ մարդիկ, նրանք կասկածում են, որ եթե իրենք վերցնեն դիմադրության դրոշը, բնակչությունն իրենց մեջքից կարող է խփել։ Այդքանից հետո դժվար է առաջնորդել ժողովրդին։ Մեր ազգի մեջ այո, կա մի քանի հոգի, որոնք ունակ են, կարող են, պատրաստ են եւ ցանկանում են հարցը լուծել։ Դառնացած ժողովուրդն իր հերոսներին է դառնացնում, դրանով կտրելով իր փրկության միակ ճանապարհը։ Իսկ այդ պայմաններում պարագլուխը սեղանի շուրջ դառնում է թիվ 1 թամադան։ Ամեն ժողովուրդ արժանի է ոչ միայն իր իշխանությանը, այլև առհասարակ էլիտաներին, այլ բացատրություն չկա։ Դա շատ վառ կերպով երևում է նաև մեր էլիտաների օրինակով։ Սրանն էլ կհանենք, կգա մի մարդ, որը կմտածի ազգի մասին, ոչ թե գրպանի մասին, ազգին վերականգնելու մասին։ Ոնց կարելի է։ Չի կարելի ուրանալ սրբությունը։ Ընդհանրապես միտք ունեն հասարակությանը, որպեսզի շեղեն այն իրական գործընթացներից, որ տեղի է ունենում։ Ու դրա նկատմամբ վերաբերմունքից, դրա նկատմամբ, այսպես ասած, պատրաստվելուց եւ adekvat ռեակցիա տալուց։ Ամբողջ հիմքը դա է։ Նման օրակարգեր բերել դաշտ ու ձևակ։ Այսօր այս օրակարգներն վաղը լրիվ մի հատ ուրիշ բան կանեն, էլի մենք էմոցիոնալ դաշտի վրա կսկսեն մարդկանց քննարկումներ ապահովել։ Դա ընդամենը այն վարագույրն է, որը թույլ չի տալիս տեսնելու իրական գործընթացները, որոնք ավելի խորքային են եւ որոնք իրական վտանգ են ներկայացնում։ Փաշինյանին вообще չեմ ուզում։ Մեզ խափեց ինքը։ Ասես լավ կլինի, մենք էլ հավատացինք, ես էլ ասիրանին շատ եմ սիրում, ընտրում եմ Ալեն Սիմոնյանին էլ էի ուզում, բայց հիմա ամեն ինչը թանկացել է, ժողովրդի վիճակը վատ արվիճան։
չեն կարում մարդիկ, շատ մարդիկ չեն կարում հաց առնեն։ Ոչ կողմ չենք խալաթը անում Փաշինյանը։ Ուրիշ բան թող մտածի ժողովրդի վիճակը լավացնի մի քիչ։ Ոչ մի գործարան բան չի աշխատում, ես ինչ է ժողովուրդը թափառում են անգործ։ Ոչ, պետք է լինի եկեղեցի, պետք է միշտ հիշեն Արցախի ցեղասպանությանը։ Մադրություն են փոխում, ինչ են անում, լրիվ հակահայկական, Հայաստանի լրիվ կողքրտելու բանա։ Ուզում եմ վերջնականապես ջնջի Հայաստան բառը, քարտեզի երեսից այդ մարդը։ Խոսքարաբերում է նրան, որ Փաշինյանը դեմում են բոլոր ամեն ինչին դեպի լավ ապագային։ Իսկ Հայաստանի գոյատևմանը բացարձակ դեմ չի։ Նրա ցանկությունը միայն Հայաստանի վերացումն է, թրքացում, ուրիշ ոչ մի բան։ Այդ մարդը ուրիշի դրածունն է, ուրիշ երկրի թելադրանքն է կատարում, մենք ինչ գործ ունենք Փաշինյանի հետ։ Թող իր ճանապարհով գնա, մենք էլ մեր ճանապարհով կգնանք։ Պրոստը պետքա պատժվի, այդ սրիկաները ընդհանրապես արժանի չեն ապրելու երկար։ Ես լրիվ դեմ եմ, եթե Արցախի եւ ցեղասպանության հարցը չեն շոշափվելու։ Ցեղասպանությունը չես կարող չճանաչել։ Երբ որ իրանց սկսեն մորթել, իրանք էլ կճանաչեն ցեղասպան։ 2018-ից հետո մեզ մոտ 7 տարի շարունակ պարբերական նվաստացման փուլեր են այն աստիճանի, որ պետությունն ու ժողովուրդը կանգնած են գոյաբանական վտանգի առջև։ Ուր է մեր մտավորականությունը։ Նրանք, ովքեր պաթետիկ ճառեր էին ասում, երգեր էին երգում հայրենիքի մասին։ Երկիրը կործանվում է, իսկ նրանց մեծ մասը լուռ է, բայց երբ պետք լինի, պաշտոնել կզբաղեցնեն, կոչում էլ կհայցեն։ Բնակչությանը շատ ենք թիրախավորում, բայց էլիտաները նրանցից որևէ բանով լավը չեն։ Մեր մտավորականությունը պետք է լրջորեն վերանայվի, երբ նոր ազգային իշխանություն հաստատվի Հայաստանում։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։